Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Համակարգի հետ կապված հանձնաժողովի աշխատակազմը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ համակարգը ամբողջությամբ ներդրած է եւ արդեն պատրաստ է, այսպես էքսպլուատացիայի պատրաստ է ամբողջությամբ աշխատելու։ Հերթական սուտը, այսա իրականում պետք է իրենց անուններով կոչել, որտեղ բոլորս լավ գիտենք, որ պատճառների մասին չեմ խոսում, կարող են լինել սուբյեկտիվ, կարող են լինել օբյեկտիվ, բայց վերջին հաշվով, եթե 30%-ը հանրապետության չի անցել դեռևս այդ սիստեմին, դա արդեն նշանակում է, որ համակարգը պատրաստ չէ, դուք էլ բոլորը դրա մասին գիտեք։ Դա հաստատում են նաև, որ ընդամենը 1200 բաժանորդ է, 1200 պոչով, բաժանորդ է ընդամենը այդ համակարգից օգտվում իր, այսպես, մտնելու, նայելու եւ այլն, որի շատ փոքր մասը հանրային են, մնացածը բնակություն են։ Հիմա վերև դեռևս այդ այսպես նորարարությունները չվերջացրած վերել ասել, որ այս համակարգը սենց պետք է լիներ, իմջալով մենք նաև կներկայացնենք ձեզ, ստացել ենք հավաստիացումներ պիրամիդայից եւ Կասկադից, որ միջև այսօր մարդիկ ասում են հաշվի առնելով, որ հուլիսի կեսերից, այսինքն մեր դուրս գալու ժամանակվանից process-ը կանգնել է, մենք միջև հիմա էլ պնդում ենք, որ դրանք վերականգնման ենթակա են։ Եթե այստեղ մնում է ընդամենը փոքրիկ կետ, որ ինչի չեք ասել, այդ արդեն բացատրեցի, ինչի մասին էր խոսքը, ինչի էինք ասել։ Ընդամենը 2 անուն ազգանունի հիման վրա, հարգելի հայրենակիցներ, բերում են մարդիկ սիրուն սարքում են համակարգված։ Նորից կրկնում եմ, ես վերցնում եմ իմ վրա, ես ինքս եղել եմ իրացման տնօրեն, այստեղ նստած է ներկայիս իրացման տնօրենը։ Ես պատասխանատու եմ ամբողջ բլոկի համար, քաղաքականության համար։ 2 անուն ազգանուն է շեշտ տվել, ինչ որ մասնաճյուղի պետ տենց էլ հայտնի չդարձավ ով է մասնաճյուղի պետը, որովհետև այդպիսի հաստիկ չունենք, եւ երկրորդը Արտաշատ ցանցի պետ։ Ցանցի պետի տեղակալինը համակարգված համարելը արդեն այդ հանցագործություն չէ, արդեն այլ կարմիր գծեր է խախտում, որովհետև ունենք 53-55 ցանց, բնականաբար այդքան տեղակալ եւ այլն, արդեն կարելի է տեղամասի պետին էլ համարել։ Մի տեղամասի պետինը համարել ամբողջ հանրապետությունում համակարգված։ Որպեսզի մեկ անգամ եւս ապահովեմ կառավարչի ցանկությունը թվերը ներկայացնելու եւ այսպես ամեն ինչը հաշվի առնելով, որ ՏԿ-ը շատ անգրագետ եւ սխալ հաղորդում էր ներկայացրել, համենայնդեպս ճգնաժամի ընդհանրապես կապ չունեցող կետերը պետք է լցվեր, բնականաբար բոլորով միասին լցվել են սխալ ինֆորմացիա, մեղմ ասած սխալ ինֆորմացիա ներկայացնում։ Օրինակ Սևանի Ես ներողություն եմ խնդրում հարգարժան նախագահող վարման կարգով մի դիտարկում։ Ես խնդրում եմ զեկուցողին կոռեկտության կոչ անել եւ զեկույցի ելույթի մեջ զերծ մնալ որակումներից, քաղաքական գնահատականներից եւ կոռեկտությունից դուրս արտահայտություններից, այլապես չգիտեմ ինչի կվերածվեր։ Շնորհակալություն։ Պարոն կառավարիչ, նախ առաջինը դուք երևի հասկացել եք, մի րոպե, չէ՞, բան ասում, նախ ելույթից ես կարող մոռանամ, է։ Սահմանափակելով բացարձակապես ձեր խոսքի ազատության իրավունքը եւ ժամանակը, բայց այնուամենայնիվ մինչեւ արդեն 30 քանի րոպե խոսում եք եւ բազմիցս վիդեոական գնահատականներ տվեցիք, կարող եք գնահատել երևույթը, բայց առանց ինչ որ տենց պիտավորելու։ Խնդրում եմ երկու ջանցեք եւ ձեր։ Նախ առաջին ուզում տեղեկացնել կառավարիչին, ինքն էլ բոլորն էլ այսպես ասած տեղյակ են, որ սպառնալիքներով իմ հետ խոսել հնարավոր չի, չգիտեմ ինչի կվերածվի, ինչու։ Դուք եք այս բան սպառնալիքներով խոսում, պարոն Ղազարյան։ Ով ասաց կվերածվի, չգիտեմ ինչի։ Չէ։ Պարոն Մեսրոպյան, Բա մենք ուզում ենք աշխատանքային, ուզում ենք աշխատանքային ընդհանրապես ես ամեն ինչ արել եմ, որ այս լսում ով ասես կվերածվի, չգիտեմ ինչի։ Ես։ Չէ, ես ասում եմ, որ իսկապես պետք է կարողանանք փոխադարձ արգանքի մտնոլորտում սպառնալիքի մասին չպիտակավորել։ Ես եմ ասում դիտարկում եմ դա որպես սպառ։ Պարոն Մեսրոպյան, չի կարելի։ Շարունակեք ձեր ելույթը, իհարկե չի կարելի, իհարկե շատ բան թույլ մի տվեք ընդհատել, ես էլ կոռեկտությունը չեմ ասում։ Առաջինը սպառնալիքի լեզվով ոչ մեկի մեջ չխոսամ եք, երկրորդը գիտեք շատ լավ որ չեմ վախենում, չեմ վախեցել, չեմ էլ վախենալու։ Եվ երկրորդը, եթե կառավարիչը եւ հանձնաժողովի աշխատակազմը իրենց թույլ են տալիս նյութերու մեջ մեզ սարքել հանցագործ,
սխալ թվեր գրել, բարից որ իմաստով հետո իրենք իրենց էլ հերքում են, ասում են դե քաղաքական անձնականներ, ջա չգիտեմ ինչ ուզում գրում են եւ այլն, այդ ամեն ինչը չի համարվում վիրավորանք, ես ընդհանրապես որ ասում եմ սուտ եւ կեղծ տեղեկություն համարվեց վիրավորանք։ Պարոն Ղազարյան, նիստի վարման ընթացքին է վերաբերվում, նիստում հնչեցված գնահատականներին է Իա, բարույթում կարելի է հնչեցնել տես գնահատականներ։ Բարույթում որևէ մեկը ձեզ հանցագործ չի։ Չհասկացա, ինչ է նշանակում համակարգված հավելագրում եւ մոնետիզացում։ Հանցագործություն չի։ Պարոն Ղազարյան, շարունակեք։ Դե ուրեմն խնդրում եմ լինել օբյեկտիվ եւ եթե դուք նյութերում չանցնեիք չափը, այսինքն չներկայացնեիք սեփականատիրոջը որպես, չգիտեմ, այսպես մոնստր, մեզ էլ հետը ձեռի հետ հանցագործներ, չէիք ստանել այս պատասխանը, խնդրում եմ օբյեկտիվություն։ Հանձնաժողովը գոնե թղթի վրա անկախ։ Մաքսիմում օբյեկտիվ ենք։ Ուրեմն Սևան ցանցի հետ կապված ձեզ ասեմ, հարգելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ կրկնում եմ ցանկությունը, այսպես մաքսիմալ լուրջ ներկայացնելու Սևան ցանցում կատարվել է մի տեսուչի մոտ ընդհանրապես ստուգում 130 հաշվիչ տարել են, ստուգել են, մի տեսուչի մոտ հայտնաբերել է 22000, եթե չեմ սխալվում, թվերի մեջ տենց թող չվերցնեն տենց 1 կիլովատեսկոմ են կոմ ասեն սխալ ասում եւ Սևանի ցանցի պետը ազատվել է աշխատանքից։ Սևանի ցանցի պետի աշխատանքից ազատվելուց հետո համապատասխան տեսուչին, որը անմիջապես կատարել է այդ արարքը, ասում է դյուն գրի։ Ասում ոնց դյուն գրի, մասնաճյուղի տնօրենը ասում ոնց ցանցի պետին ազատում եք։ Միջած ասեմ մասնաճյուղի տնօրենի եղբայրն է եղել ցանցի պետը, հետո չասեն դե աղբերներ պաշտպանում են։ Խնդիր չի ունեցել ազատմանը, ասելա բայց եթե դուք ցանցի պետին ազատում եք այս 22000-ի համար մի տեսուչի մոտ կատարված, ենթադրում եմ որ պետք է հեռացվի եւ շատ վատ հոդվածներով այդ կատարողը։ Բան մի խոսքով, մենակ այն որ տեսուչը ազատվել է մասնաճյուղի տնօրենի զեկուցագրի հիման վրա եւ ցանցի պետից 7 թե 8 օր հետո արդեն ենթադրում է։ Հաջորդը կադրային հետ կապված հաշվի առնելով որ տեղի կադրերը ինչպես ասեցին նամանավանդ տեղի կադրերը չեն տիրապետում իրավիճակին եւ չեն հասկանում ինչի մասին է խոսքը, այսպիսի մի բան մեր ժամանակ պրակտիկա գոյություններ ես ձեզ ապացուցեցի կարող են կադրերից անել բերել թե ինչքան տեսուչ տեղամասի պետ ազատվել են գումարներ են հետ եկել հեռացվել են եւ այլն հիմա այս ամբողջի մեջ ամենայն դեպս բացի այսպես յուղոտ պաշտոններից ցանցի պետ տեղակալ Երևան քաղաքում նաեւ տեղամասի պետ դրանք էլ են համարվում յուղոտ ամենայն դեպս այդ 7-800 բաժանորդների չգիտեմ եւ այլն այստեղ մինիմում մի 30, 40, 50, 60 տեսուչ պետք է ազատվածներ ու պրիտոմ ոչ դիմումով, որովհետև ենթադրյալ հանցագործություն կատարողների մասին է խոսքը։ Ուրեմն հաջորդը, որ ցանկանում եմ այսպես նշել նորից համակարգային հետ կապված, չի կարողացել հանձնաժողովի աշխատակազմը համակարգայինը լուծել, նորից կրկնում եմ, կարծում եմ վերջին անգամ հանձնաժողովը դա շատ լավ գիտի, համակարգված դա նշանակում է գոնե գլխամասից ինչ որ ցուցում։ Չի կարող մի երևույթը լինի ընդամենը 50 քանի ցանցից 2 ցանցում եւ դա անվանվի այսպես համակարգված։ Հաջորդը աշխատանքներ են կատարվել բոլոր մասնաճյուղերում, բոլոր ցանցերում։ Դրա մասին խոսվել է շատ կարճ ասեմ, որ չի ներկայացվել ամբողջական ցանկը հանձնաժողովին, այդտեղ երկու տարբերակ կա։ Կամ կառավարչի աշխատակազմի դիտավորյալ չի ներկայացրել, որովհետև շատ հնարավոր էր այնպիսի փաստեր լինեին մակրության հետ կապված այդ համապատասխան ցանցերի, որոնք ընդհանրապես հնարավոր չէր ընդհանրապես նշել համակարգակցության մասին, երկրորդը, որ ներկայացվել է հանձնաժողովն է անգործություն ցուցաբերել եւ դրանք չի նշել։ Հիմա անդրադառնանք նոր միացումներին ժամանակացության պատճառով արդեն չեմ հասցնում հանձնաժողովի աշխատակազմը ի պատիվ իրեն, ասում լավն էլ պետք է ասվի, վատն էլ, ի պատիվ իրեն ընդունեց, որ հաշվարկել է թանկացումը նոր միացումների, բայց ճիշտ չի հաշվարկել նոր միացումների աճը, այնտեղ նաև շեշտեց, որ որոշակի թույլ ենք տվել, որոշակի ինչ-որ ժամանակի հետ կապված, մյուսի հետ կապված, բայց մենակ այն, որ տարիներ շարունակ մի հոդվածից ներդրումային ծրագրի հարգելի հայրենակիցներ նոր միացման համար գումարներ են վերցվել, օրինակ շահագործման, ներդրումային եւ այլ հոդվածներից, դա արդեն փաստում է, որ մենք կարող ենք մոտարապես 150 միլիոն դոլարի ավել ներդրումային աշխատանք կատարած լինենք, եթե ազատականացվեր նոր միացումները, կամ այդ թանկացումը տեղի ունենար ավելի շուտ։
Ինչ վերաբերում է հաջորդ այսպես ցանկալին իրականությանը ներկայացնելուն, հանձնաժողովը թող ինձ հիշեցնի մի դեպք, որ օրինակ 3 օր ուշացնելու համար մենք անգամ բանավոր նկատողություն ենք ստացել, բայց այստեղ գործում առկա են դեպքեր, որ ինչպես ես անցած անգամ նշեցի, մի հատ շատ այսպես ակնառու դեպք է, այդ իսկ պատճառով ցանկանում եմ եւս մեկ անգամ շեշտել, դուք կարող եք այդ թվերը նայել 700 օր դիմում մնացած գործը 3 օր մեզ մոտ ուշացման համար նշվել է այս նյութերի մեջ, այսինքն թվականակ ավելացնելու պատճառով։ Հիմա դա ինչի համար է արվել, այդ արդեն դուք կիմանաք։ Իմիջիալոց 2016 թվականին, երբ որ մենք ձեռք ենք բերել հեծը, այդ վիճակը բոլորդ գիտեիք, շատ լավ, անկիր, համենայն դեպս ոչ շատ ուշ հետո եկել են անդամները, բայց մնացած մեր հանձնաժողովականները աշխատել են նաև հանձնաժողովի աշխատակազմում։ Ընդամենը մի թիվ ասեմ, 2016 թվականին մոտարապես 5100 նոր միացում, 2024 թվականին 14000 նոր միացում։ Հիմա դա ում մեղքն է արդեն հետել դուք պատկերացեք, ես գիտեմ ինչի համար է դա այդպես եղել, ինչ վերաբերում է ինչ որ հեծը բերել էր, ինչ որ նոր այսպես չգիտեմ անունի ինչ ասեցիք, որ պարներեն են դուք ասեցիք ոնց որ բերել էր նոր կանոնակարգ, թե կանոնագիր, չգիտեմ տեխնիկական կանոնակարգ էր բերել, որը այսինքն եթե տեխնիկական կանոնակարգը չէր ընդունվում, բնականաբար չէր կարող ընդունել նաև ազատականացումը, կներեք համաձայն չեմ, որտեղ կարող էր առանց տեխնիկական կանոնակարգի ուղղակի այսպես իմպերատիվ որոշումով դրվել եւ ազատականացվել։ Հիմա հաջորդ հարցը, որ ուզում եմ ներկայացնել, 50 գործի մեջ ընդհանրապես այնօրներ շեշտվեց դա, շատ կարևոր է եւս մեկ անգամ շեշտել, որ այսպես ընտրողական 247-ից եթե չեմ սխալվում, 50 գործի մեջ եղել են ուրեմն 20-ը շինթույլտվությունները չի եղել, ապրիլի 1-ի դրությամբ ձերս բանը կազմելու ժամանակ հետ կապված եւ 30-ը մոտարապես շինթույլտվությունը եղել է ուժի մեջ եւ պետք է կատարվեր։ Բնականաբար հիմա արդեն կատարված կլինի, խոսքը վերաբերում է ձեր մոնիտորինգի ժամանակի հետ կապված։ Ուրեմն Սայիդի Սայֆիով բոլորս լավ գիտենք, որ անկախ նրանից ինչ է կատարվել, նորից գալիս ենք նրան, որ այն ժամանակվա ախր ինքան հետաքրքիր է, հանձնաժողովի աշխատակազմի չեմ կարող հասկանալ։ Նույն երկու սուբյեկտը վերցրել են այն ժամանակ նույն երկուսով ստորագրե թիվ են ուղարկել, հիմա նույն երկու սուբյեկտը ոչ մեր ձևով մնացել են ընդեղ, այսպես ասած աշխատում են, նույն երկու սուբյեկտը իրանց գրածի լրիվ հակառակն են ներկայացնում։ Ուշբեք հարց չի տալի։ Նույն հանձնաժողովը հարց չի տալի, արա եկեք մի հատ տենանք, այն վաղտ էիք խափում, թե հիմա։ Եթե այն ժամանակ էիք խափում, դուք սեփականատիրոջը վնաս եք տվել, կամ եկեք ասեք ով ա ձեզ ցուցում տվել խափելու, կամ դուք իրականում վնաս եք տվել։ Պետությունը ինչ պետք է անի այդ ժամանակ, ներդրողին օգնի թե խանգարի։ Այսինքն եթե ինչ որ մեկը միտումնավոր կամ ոչ միտումնավոր խափել է, ամեն ինչը բերել կապել ղեկավարության եւ այսպես սեփականատիրոջը բնականաբար նորմալ չի։ Եվ նաև մշտադիտարկման հնարավորություն ունեցել է հանձնաժողովը, ու այնպես չի, որ յուրաքանչյուր հարց կարող էր փոխվել այսպես ինչ-որ ձևով։ Հիմա 4-րդ կետը շատ կարճ, հակի ճանրադառնամ այս տեղեկությունը ճիշտ տրամադրելուն եւ այլ, հարգելի հանձնաժողով, եթե հիշում եք վերջի դեպքը տեղեկությունը սխալ տրամադրելու հետ կապված, այն որ ես ասեցի, շուկա գնացող բաժանորդների հետ կապված Տիկին Շահինյան, որ աշխատել ենք այդ ցուցակների վրա, ժպտացիք, որտեղ շատ դուք եք տեսել իրար հետ միասին բնականաբար գիշերը միջև 1-ը, 2-ը եւ այլն, մի 70 տարեկան շատ լավ մարդ, շատ լավ, ինչպես հանձնաժողովից հետո հանձնաժողովից կներեք պարոն Մեսրոպյան, բայց պետք է ասեմ, որովհետեւ վատ բան չեք արել։ Հանձնաժողովից ինձ ասում են, այդ մարդուն չես ազատելու։ Այսինքն գալիս է գրություն, 70 եւ ավել շատ լավ մարդ, մեր այսպես ակսակալներից է մեր ընկերության, ստանում է հաշվարկային կենտրոնից գրություն, այնտեղ կարելի է sense մեկնաբանել, կարելի է նես մեկնաբանել եւ ներկայացնում է որոշակի ցանկ։ Այդ որոշակի ցանկը ներկայացնելուց հետո 2-3 ամիս հաշվարկային կենտրոնը չի պատասխանում, որովհետեւ բան չի ասում, որ սա սխալ է։ Մի հատ դիտարկում անում, ինչ որ 2-3 բաժանորդի հետ կապված դա էլ է ուղղում, ինչպես հաշվարկային կենտրոնի տնօրենը եղել է այն ժամանակ այժմյան հանձնաժողովի նախագահը։ Եվ այդպես նաև նույն բանը ուղարկում ենք հանձնաժողովին արդեն սեպտեմբերի, եթե չեմ սխալվում։ Եվ առաջանում է հարց, որ դա սխալ է։ Մենք իհարկե շատ արագ ուղղում ենք դա հնարավորինս գիշեր-ցերեկ անելով եւ այլն, եւ հանկարծ պարզվում է, որ պետք է լինի վարույթ։ Ես այդ վարույթի ժամանակ պարզ հայտարարել եմ
այսպես կիսահումորեն, դե պարզ է, հաշվարկային կենտրոնի նախկին նախագահ այժմյան հանձնաժողովի նախագահն է, ենթադրվում է երրորդ կողմն էլ մենք ենք, պետքա մենք մեղավոր դուրս գանք։ Իսկ ինչ ավելի այսպես լուրջ եթե խոսենք, հանձնաժողովի հետ կատարված աշխատանքը միշտ եղել է այսպես օրինակ մեր մոտ, մեր բլոկում դրված է եղել, պարոն նոր իրացման տնօրենը թույլ չի տա ստեն, որ այն ոչ թե բոլորին անուշադրի լինենք, բայց առաջնահերթ ուշադրությունը պետք է լինի հանձնաժողովի հետ կապված նամակների ինֆորմացիայի վրա։ Հիմա կարող է այստեղ ասվի, որ գիտեք, այն մյուս տնօրենությունը մի քիչ սենց է, բայց ընդհանուր ներկայացնել, որ մենք ուղղակի անընդհատ խաբել ենք հանձնաժողովին, ժողովուրդ առաջինը ձեզ դա չի սազում։ Առաջինը ձեր համար է վնաս։ Եթե մենք կարողացել ենք առաջ այտենց անընդհատ խաբել հանձնաժողովին, կներեք, հեծը չպետք է փոխվի, հանձնաժողովը պետք է փոխվի։ Այնտեղ այնպիսի երևույթներ կա գրած, որ առաջինը ձեր այսպես պրոֆեսիոնալիզմին է վնասում, ձեր անսահմանափակ գործիքակազմն է, գործիքակազմ ունենալով հանդերձ անգործության է բերում 1000 ներողություն առանց վիրավորելու եմ ասում, որովհետև ներկայացվում որ անընդհատ հեծը խաբել է։